Доброго дня, шановні українці. Զելենսկիի գրասենյակի արդեն նախկին ղեկավար Անդրեյ Երմակը պատրաստվում է մեկնել ռազմաճակատ, թե որ ուղղությամբ հայտնի չէ։ Публічно Նյու підтримали Յորք Փոստին տված հարցազրույցում Երմակն ասել է, որ չի ուզում խնդիրներ ստեղծել նախագահ Զելենսկիի համար։ Ես ազնիվ եւ պարկեշտ մարդ եմ։ Այսօր ինձ անարգված եմ զգում եւ զրկված նրանց աջակցությունից, ովքեր գիտեին ճշմարտությունը։ Իմ արժանապատվությունը չի պաշտպանվել, թեև ես Կիևում եմ 2022 թվականի փետրվարի 24-ից։ Զզվել եմ ինձ վրա թափված կեղտից եւ առավել եւս աջակցության բացակայությունից։ Այս հուզական մեկնաբանությունից հետո Երմակն այլևս կապի դուրս չի եկել։ Երմակի հրաժարականը քաղաքական երկրաշարժ է անվանել Արևմտյան մամուլը։ Նա հրաժարական է տվել Ուիտքոֆի եւ Քուշների հետ Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցություններից մեկ օր առաջ։ Հենց Երմակն էր գլխավորում խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ուկրաինական բանակցային խումբը եւ պնդում. Ուկրաինան երբեք տարածքներ չի զիջի խաղաղության դիմաց, ինչպես առաջարկվում է ծրագրով։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ми були. Այս հայտարարությունից ժամեր անց խուզարկվել է Կիևում Երմակի բնակարանը, դրան հաջորդել է հրաժարականի դիմումը։ Դատախազությունը հայտարարել է, որ քննչական գործողություններն արվում են հարցաքննության շրջանակում, թե որ գործով գերատեսչությունը չի նշել։ Մամուլը գրում է, որ խուզարկությունն արվել է էներգետիկ ոլորտի կոռուպցիոն գործի շրջանակներում։ Երմակին որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Նոյեմբերի սկզբին էին հակակոռուպցիոն մարմինները հայտարարել, որ բացահայտել են կոռուպցիոն սխեմա, որով գործող եւ նախկին ուկրաինացի պաշտոնյաներ պետական էներգոատոմ ընկերության միջոցով մոտ $100 միլիոն կաշառք են ստացել։ Սկանդալի պատճառով հրաժարական էին տվել էներգետիկայի եւ արդարադատության նախարարները։ Անդիմությունը պահանջել էր, որ հրաժարական տա նաև Երմակը, որի անունը եւս շոշափվում էր, թեև նրա մասնակցությունը հաստատված չէր։ Կոռուպցիոն սխեմայի առանցքային դեմք թե համարվում գործարար Թիմուր Մինդիչը, որը ըստ լրատվամիջոցների նախագահ Զելենսկիի ընկերն է։ Այսպես կոչված Մինդիչի գործով օրեր առաջ հարցաքննվել էր ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Օմերովը։ Իդեպ հենց Օմերովին է Զելենսկին նշանակել բանակցային խմբի ղեկավար, որն այսօր Միացյալ Նահանգներ է մեկնել Ուիտքոֆի եւ Քուշների ղեկավարությամբ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպելու համար։ Մոսկվայում ամերիկացիները հաջորդ շաբաթվա առաջին կեսին կլինեն, հայտարարել է Կրեմլը, մեկնաբանելով Ուկրաինայում խորացող քաղաքական ճգնաժամը։ Не думаю, что сейчас Դժվար թե որևէ մեկը կարողանա պատասխանել այն հարցին, թե ինչի կհանգեցնեն դրանք, ու ամենատարբեր հետևանքներ կարող են լինել։ Կիևում կոռուպցիան եղել է եւ կա այն գումարի շուրջ, որը եվրոպացիներն ու ամերիկացիները տվել են պատերազմի համար։ Росія дуже хоче. Ռուսաստանը սպասում է, որ Ուկրաինան սխալներ գործի։ Մենք սխալներ չենք անի։ Մեր աշխատանքը շարունակվում է։ Մեր պայքարը շարունակվում է։ Մենք իրավունք չունենք թերանալու, իրավունք չունենք նահանջելու կամ միմյանց դեմ կանգնելու։ Եթե կորցնենք մեր միասնությունը, կարող ենք կորցնել ամեն ինչ, ինքներս մեզ, Ուկրաինան եւ մեր ապագան։ Զելենսկին արդեն հայտարարել է, որ վերագործարկելու է իր գրասենյակը եւ նոր ղեկավար է նշանակելու արդեն այսօր։ Լուրեր կան, որ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է դառնալ Զելենսկիի գրասենյակի ղեկավարը։ Սակայն դա չի թույլատնի լարված ներքաղաքական իրավիճակը։ Ըստ վերլուծաբանների, չնայած Երմակի հանդեպ ուկրաինացիների զգալի մասի անվստահությանը, Զելենսկին կորցրել է աջ ձեռքը։ Որոշիչ բանակցությունների պիկին ձմռան շեմին աղետալի վիճակում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքներով Դոնբասում ռուսների հաջողությունների ֆոնին։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։